Մի հատ ազնվորության կողմից վիրավորական, ավելի, որ ասում է, ցավալի խոսույթ Արցախահայության ու առանձնապես մեր մայրերի, մեր քույրերի, մեր կանանց նկատմամբ։ Ժողովուրդ ջան, մենք հասել ենք այն աստիճանի պառակտման եզրին, որ մենք նմանատիպ պահվածքը, նմանատիպ դրսևորումը, եթե արմատախիլ չանենք մեր հայազգի մեջ, մենք խնդիր ենք ունենալու հետագայում ընդհանուր հայազգի պատկանելիության կամ մեր ընդհանուր հայ մեծ անվան տակ այդ բառի բուն իմաստի վերաբերյալ։ Այսօր մենք ինչի համար ենք եկել դատախազության առաջ։ Այսօր ինչի համար ենք մենք կոնկրետ դիմում գլխավոր դատախազին։ Հաշվի առնելով առաջինը, որ գլխավոր դատախազությունից է ամեն ինչ նմանատիպ հետևելով հանրության մեջ պառակտման կամ իրենց գործնա, իրենց պարտականությունն է, որ չթողնեն հանրության մեջ նմանատիպ պառակտում մտցնող, սերմացնող այդ ձևի սրիկա նիգադյայ ազնվորություններին, ու ես գիտեմ իրենք ունեն բոլոր հնարավորությունները, իրենց ձեռին է օրենքն էլ, այդ օրենքի հիման վրա էլ այդ մարդկանց, այդ խախտումները ամեն ձևի այդ մարդկանց պատժի ենթարկելու հարցն է, որ վաղվա օրը նմանատիպ պահվածքը, նմանատիպ դրսևորումները չկրկնապատկվեն։ Ինչի համար եմ այս բառերը օգտագործում։ Սա առաջի անգամ չի, նմանատիպ ձևակերպումով կամ չգիտեմ ում կողմից ուղղորդվող, ինչ ուժերի կողմից, ինչ ներկայացուցիչների կողմից ուղղորդվող, սա ուժը ոչ 10-րդ, ոչ 20-րդ դեպքն է։ Սա որ անպատիժ եմ մնում կամ անպատիժ եմ անտեսում են նմանատիպ հարցերում, ուրեմն ես գիտեմ, թե սրա հետևին կա ինչ որ ներկայացուցիչներ, ինչ որ ուժեր, ու չեմ էլ բանանում բացառում, որ դա պետական մակարդակով է արվում։ Եթե պետության ղեկավարությունը, ազգի ներկայացուցիչը, առաջնորդները շահագրգռված են համերաշխություն ձեռք բերելու հայ ազգի մեջ, իրենք ունեն բոլոր հնարավորությունները հենց սկզբնական առաջի օրերից էլ արմատախիլ անեն այս ձևակերպումները։ Եթե իրենք թույլ են տալիս, եթե իրենց կողմից այդ բացթողումները կա, ու այս նմանատիպ բաները արդեն ամեն քայլի մեջ տեսնում ենք, ուրեմն դրան իրենց ձեռագիրն էլ կաստե։ Այսօր դատախազության առաջ մենք կանգնած ենք, պահանջում ենք, դիմումը ձևակերպված է իրավաբանների կողմից, ամեն ձևի մենք պահանջում ենք բացահայտել նմանատիպ մարդու առաջ երթին այդ մարդուն, այդ նիգադյային նորից եմ ասում, պատասխանատվության ենթարկել ու դրանից հետո ամեն մեկը բերանը բացելով, խոսելով վիրավորանքի իմաստով, խոսույթով, Արցախահայության առանձնապես մեր կանանց, մեր մայրերին, որոնցից ծնվել են հերոսներ, որոնցից ծնվել են առաջնորդներ, որոնցով մենք հպարտանում ենք մինչև օրս, նմանատիպ մարդկանց, եթե մեկը փորձի վիրավորանք, ես ասում եմ, հաշվի հարդարալ տեսնելու բոլոր, որ ասում տարբեր տեղերում։ Կա հասկացողություն օրենք, կա հասկացողություն մարդկային սկզբունքներ։ Ես նորից եմ ասում, հորդորում եմ բոլոր մարդկանց, 1000 անգամ մտածեք ձեր ձևակերպումները կամ այս ծանր իրավիճակում այդ մարդիկ այդ վշտի ցավի մեջ գտնվելով մին ձևի չենք էլ կարող հարմարվենք այս իրավիճակին, կրկնապատելով մեր ցավը ձեր գլխին նորից եմ ասում ուրիշ դաժան ձևի անելու։ Սա մեր արժանապատվության հարցն է։ Մենք էլ որպես մենք հայ լինելով, հայ տղամարդիկ լինելով, մենք միշտ պաշտպան ենք կանել մեր մայրերին, մենք միշտ պաշտպան ենք կանել մեր քույրերին ու մեր, որ ասում է, կանանց։ Այսօրվա իրավիճակը հերիք է, չի կարելի տես բաներ ասած, բայց հաշվի առնելով, որ պետական մակարդակով մարդիկ այդ արտահայտությունները արել են, մնացել են անպատիժ, հենց առաջին պետության ղեկավար համար մեկը, հենց երկրորդ ղեկավարը, եթե այդ մարդիկ թույլ են տվել Արցախահայության նկատմամբ արտահայտություններ ու մնացել են անպատիժ, այս սա դրա հետևանքներն է։ Արցախը Հայաստանի զավակն է։ Մենք էլ այսօր այդ զավակի պտուղներն ենք։ Այսօր չի կարելի այդ ձևի վերաբերմունք ցուցաբերել հայ ազգի մեջ կամ հայ ժողովրդի նկատմամբ։ Սա կապ չունի Արցախահայության մայրերին, սա ընդհանուր մեր մայրերի հետ կապված բոլորիս մայրերի մասին է խոսքը գնում, որովհետև մի ազգ ենք ժողովուրդ, մի ազգ ենք վերջը հասկացեք։ Այս ազգի մեջ մենք կարանք մի հատ համերաշխության մթնոլորտ ձևակերպենք, որ այսօր ամեն մեկի համար է դա անհրաժեշտ։ Այսօր թշնամուն ցույց տալու համար այդ համերաշխությունն առաջ է, եթե պետք։ Այդ համերաշխությունով է վերածնվում
համախմբվածությունը, այդ համերաշխությունով է վերածնվում հզորությունը, այդ համերաշխությունով եք մենք էլի հաղթահարելու բոլոր այս դժվարությունները։ Ու նորից եմ ասում, ու նորից եմ կոչ անում գլխավոր դատախազին առանձին վերցնի այդ հարցի իր բանի տակ, ու այդ հարցը միջև պատասխան չստանա, մենք չենք բանանելու։ Այդ մարդը պատժվելու է, նորից եմ ասում։ Վաղվա օրը ոչ մեկին չմեղադրենք ինչ որ հանգամանքների, թե խանութում կպատահեն դրան, թե ինչ որտեղ կպատահեն, ես չգիտեմ, ես դրա համար պատասխանատվություն չեմ կրում, որովհետև ես հաշվի առնելով վերջի ես հազարավոր մարդկանց արձագանքները բոլորի կողմից էլ ամեն ձևի մարդիկ ամեն ձևի մտածելով թե ոնց էս հարցը կամ այդ մարդկանց այդ նմանատիպ մարդու պատիժը տեսնեն։ Այսքանը խոսքի այդ ձևակերպման այդ բանի հետ կապված։ Մարդու հետևում նշեցիք որ կասկածներ ունեք ուժեր այլ անձինք ովքեր են ձեր գնահատմամբ, եթե գիտեք էլի, եթե կասկած։ Այդ ձևակերպումը ուրեմն այդ բաները սես ներկայացնեմ։ Եթե այդ նմանատիպ մարդը այսօրվա իրավիճակում մնում է անպատիժ, եթե մենք հաշվի ենք առնում, որ 18 տարեկան երիտասարդը 2 ժամվա մեջ, 3 ժամվա մեջ գործ են հարուցում, վերցնում, փակում են, այդ մարդուն էլ այդ օրը իրավիճակին գցում, ու նմանատիպ դեպքեր վերջի տարիների ընթացքում տասնյակ են, որ իրենց շահագրգռման կողմից է հարցի բացումը, հարցի լուծումը, եթե դուք ժողովրդավարական իմաստով եք ներկայացնում հանրությանը ձեր ղեկավար լինելը կամ ձեր մոտեցումները, ուրեմն ամեն ուղղության վրա պիտի այդ աշխատանքները իրականացվի։ Եթե կա տարանջատում, եթե կա անտեսություն, եթե կա ինձ մոտ կասկածանքի տեղ է տալիս, դրա համար ես իրավապայմանում այդ բառը օգտագործելու, որ կան ուժեր, կան ներկայացուցիչներ, որ այդ նմանատիպ խոսույթը կամ նմանատիպ ձևակերպումները հանրության մեջ պառակտում մտցնելով, կոնկրետ ասում եմ, պառակտում մտցնելով ժողովրդին իրար դեմ հանելու աշխատանքներ է իրականացվում։ Դրա համար ասում եմ, օրենքն էլ իրանց ձեռը, հնարավորությունները իրանց ձեռը, ամեն ինչ իրանց ձեռն է հարցի լուծումը տալու համար։ Ու այսօրվա իրավիճակում մենք պահանջատեր ենք, սա ակցիա չի, մենք պահանջատեր ենք։ Արժանապատվության համար պետք չի ոտնահարել, եթե դուք ձեր ղեկավարման ընթացքում չեք կարողացել արդարացնել ձեր էությունը ղեկավար լինելով, առաջնորդ լինելով, ոտնահարել եք մեր արժանապատվությունը, ոտնահարել եք մեր ինքնասիրությունը, ոտնահարել եք մեր սրբությունները, մենք որպես ազգի ժողովրդի հայ պատկանելիության ներկայացուցիչներ, մենք դա թույլ չենք տալիս, դրանից հետ բան չենք անում, որ ասում չենք հարմարվելու։ Հստակեցում էլի, ասեցիք նամակը պատրաստ է, որ պիտի դիմումը։ Ինչ է այդ դիմումը, մասնավոր դեպքի վրա առաջարկում եք հարցի լուծում։ Ես այդ հարցի պատասխանը խնդրեմ, ես իրավաբանը կմոտիկանա, կներկայացնի, հա, ընդհանուր այսօրվա նորից եմ ասում ակցիան, այսօրվա այս պահանջը, այս դիմումը, սա ընդհանուր ես գիտեմ թե ամեն մի հայի, ամեն մի մայր ունեցող երիտասարդ, ամեն մի մայր ունեցող պատանի, ամեն մի մայր ունեցող տղամարդու թասիբի ինքնասիրության հարցն է։ Ժողովուրդ թույլ չպիտի տանք մենք հասնենք այս իրավիճակին։ Սա մեր, գիտեք, կովկասյան բանով, որ ասում եմ, մեր այդ մարդկային սկզբունքների հիման վրա կա հասկացողություն, մենք միշտ առաջնորդվել ենք մեր ավանդույթներով։ Կա ընդհանուր, որ ասում եմ, մի հատ սենց բան, որ մենք միշտ դրա առաջ խոնարհվում ենք։ Ու դրա համար միշտ պատրաստ ենք զոհաբերելու։ Դա ի՞նչն է։ Մեր մայրերն են, մեր հայրենիքն է, մեր երեխեքն են, մեր կանայք են, մեր քույրերն են, չէ՞։ Դե հիմա այսօր նորից եմ ասում, սա այն հարցն է, որ ամեն մեկի կողմից այս նմանատիպանին քննադատության պիտի ենթարկի, բացի քննադատության պիտի պատժվեն այդ մարդիկ, պիտի մաքրվենք, ուզում ենք, չէ՞ մաքրենք մեր հանրությունը այդ պղծված այդ կեղտոտ, որ ասում է ներկայացուցիչ կամ մարդկանցից։ Մենք հայ լինելով միշտ եղել ենք հպարտ, հայ լինելով հպարտությունը դա նես բարերով չի։ Հպարտության առիթներ ունեցել ենք, հպարտության առիթները դա սկսում է սրբություններից, սրբության պահպանումից, այս սկզբունքները առաջնային բանանելով։ Դրա համար այսօրվա իրավիճակում մենք եթե այս ուղղությունների, այս նմանատիպ բաներին չարձագանքենք, նմանատիպ հարցերի շուրջ չհամախմբվենք, որ ասում եմ, հարցի լուծումները ստանանք, վաղվա օրը մեզ խնդիրներ ենք ունելու, վաղվա մեր երիտասարդ երեխաց դաստիարակության համար չենք ուզում այդ ձևի մթնոլորտը, մենք մի հատ հայկական մթնոլորտը պիտի նորից վերածնվի, չէ՞, իրական հայկական մթնոլորտը։ Այդ հայկական մթնոլորտը հանրության ժողովրդի ոնց որ միշտ եղել է, այդ ձևի, այդ հանրության կողմից է էլի վերականգնվելու։ Պարոն Իսրայելյան, կա պատկերացում, այդ մարդը առասարակ Հայաստանում է ապրում։ Ուրեմն այո, մի
տարբեր տեղերից մի քանի տենց գրառումներ կամ մի քանի տենց բաներ եղել է, որ դա խոսքի իրական բան չէ, վերջի ժամանակների երեկվա պահովել ես ստացել եմ անձամբ, ես ստացել եմ 2 հատ բան, որ ասում է ձայնագրություն մարդկանց, անծանոթ մարդկանց, որ տաքսի վարորդա, կանչած են եղել այդ մարդը բան արել այդ տաքսի հետ կապված իրենց մի փողոցից մի տեղից մի տեղափոխել ու մարդիկ էլ այդ ժամանակ էլ հենց որ թողված այդ բաների հակասությունները հենց այդ ժամանակ էլ է եղել այդ մարդու հետ կապված ու ապրում է Երևանում Yandex-ի բանի աշխատողը ու այդ ես գիտեմ թե դրա ճարելը նորից եմ ասում պատասխանատվության ենթարկելը դժվար չի այսօր մենք եկել ենք գլխավոր դատախազության առաջ այս դիմումը ներկայացնելու համար, որ համերաշխության մթնոլորտ ձևակերպելու մի քիչ արագ ընթացքում այդ հարցերի լուծումները ստանանք, որովհետև վաղվա օրը նորից եմ ասում, մարդիկ ուրիշ տրամաբանությունով են մոտենում այդ հարցի լուծմանը, վաղվա օրը մի արեք, մի թույլ տվեք, որ գա ինչ-որ մի բան պատահի, դրանից հետո արդեն սկսեն ինչ-որ արձագանքներ կամ աշխատանքներ իրականացնել։ Ու բացի դրանից ես մի հատ sense կոնկրետ միտք արտահայտեմ Այսօրվա իշխանության բոլոր ղեկավարները Արցախ անունով են եկել զբաղեցրել այդ աթոռը, միջև գալը։ Այսօրվա իշխանության բոլոր ղեկավարությունը, ներկայացուցիչները այդ աթոռը զբաղեցրել են Արցախի անուն տալով, արցախցիների անուն տալով։ Բոլորս հիշում եք, տենց էլ կա։ Հիմա այսօրվա իրավիճակում այդ Արցախի հայությունն է, Արցախահայությունն է գտնվելով այս իրավիճակում, ժողովուրդ ջան, Սա իրենց մեղքով չի եղել, որ հասել են այս իրավիճակը։ Մենք գիտենք բոլոր մեղավորներին, թե Արցախի իշխանության մեջ գտնվող ղեկավարությանն է, թե պատասխանատու ստեղ ղեկավարությունը, ժողովրդի խիեք քաշում այս խնդիրների մեջ, ժողովրդի խիեք հանում իրար դեմ, խիեք թույլատրում, որ հանրության մեջ այս ձևի պարակտման ինչ-որ բաներ զարգանա կամ գեներացվի։ Դա սարսը ձեր էլի բաց թողումներն է, ձեր ի պատասխան, ի պաշտոն է, ձեր, որ ասում է, անպիտանի աշխատանքներն է, դե հիմա այսօր էլ, այս պահում էլ դեզ ունեք բոլոր հնարավորությունները ցույց տաք հակառակ կողմը, բերեք պատասխանատվության ենթարկեք, ու նմանատիպ մարդկանց նորից եմ ասում, վաղվա օրով բերանը բացում է հայ հանրության մեջ կապ չունի Արցախահայության մենակ կոնկրետ, հայ հանրության մեջ սրբության որ ասում է այդ սկզբունքներին կամ էլ այդ ինքնասիրության կամ հայ լինելու համար վերաբերում վիրավորանք, պիտի ինքը պատժված լինի։ Պատժին պիտի այդ մարդկանց ամեն ձևի պիտի պատժվեն։ Պարոն Իսրայելյան, հիմա դուք ասում եք այդ մարդուն պատժել, չէ, բայց այդ մարդը հաստատել է Նիկոլ Փաշինյանի ասածը, ըստ էության, երկրորդել է Նիկոլ Փաշինյանի ասածը, եւ ստացվում է, եթե գլխավոր դատախազը հենց Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության չի կանչել խտրականության եւ ատելության խոսքի տարածման համար, դուք ինչ ակնկալիք ունեք, որ այդ մարդու նկատմամբ ինչ որ բան կկազմակերպվի։ Նայեք, այն ինչ վերաբերում է այդ անկնկալիքների մասին, այդ հարցին ես առանձին եմ խոսելու, խոսքի տարանջատում եմ ինչ իմաստով։ Այսօր բոլոր այս մեր ներկայացուցիչ ով եկել է այս ակցիայի մասնակցելու, սա անձամբ ամեն մեկի գիտակցաբար իր մոտեցումն է։ Մենք տեր ենք մեր սկզբունքներին, մենք տեր ենք մեր հայ լինելու, մենք տեր ենք մեր կանանց, մեր մայրերին, մեր քույրերին։ Բայց այն ինչ վերաբերում է օրենքի բանի հետ կապված, իրենք էլ այդ պատասխանատուն են։ Մենք նորից եմ ասում, այդ մարդը պատժվելու է։ Ես ասում եմ, թե Նիկոլին լինի, թե դատախազի կողմից է, թե դա կապ չունի։ Այդ մարդը պիտի տեսնենք մենք պատժված։ Այսօրվա իրավիճակում ձեր հարցի կոնկրետ պատասխանը ես մի քիչ առաջ այդ հարցի մի քիչ ուրիշ ձևակերպումով տվի։ Այսօրվա իրավիճակում մենք հայտնվել ենք համար մեկ պատասխանատուն երկրի ղեկավարությունն է, այս իրավիճակում որ ցես նմանատիպ բաներ ալնում համար մեկ պատասխանատուն երկրի ղեկավարն է ու դատախազության կողմից, դատավորի կողմից հենց առաջի հերթին պիտի ձերբակալված լինեն համար մեկ ղեկավարները, ով եք թույլ են տվել իրենց բերանից բաց թողած այդ ատելության բան խոսույթները սկզբնական շրջանում, որովհետև դրանից անպատիժ լինելուց առիթավորվել են այն մնացած այն մարդիկ, որոնք այսօրվա արդեն բացահայտ դուրս են գալիս ու մարդկանց ու մեր ազգի, մեր ժողովրդի նկատմամբ այդ ձևի խոսույթ են օգտագործում։ Փաշինյանին կկալանավորեր կամ Պիտի կալանավորեր։ Այն առաջի օրը, այն առաջի անգամ, եթե իրենց կողմից պետական մակարդակով, պետական ղեկավարության կողմից թույլ է տվեցվել այդ ձևի խոսույթ հանրային, այն որ հիշում եք խոսքի, տարբերակներ շատ ա եղել, տարբեր տեղեր, կոպտելու, վիրավորելու,
այդ խոսույթով ընդհանուր հանրության աչքի առաջ պարակտում մտցնելու, ես գիտեմ, թե պիտի այդ հենց դատախազության կողմից երկրի ղեկավարի նկատմամբ, որ ասում է այդ բանը ցուցաբերվեր։ Ինչու չի կալանավորվել։ Գլխավոր դատախազի կողմից ինչու չի եղել այդ քայլերը։ Երևի ամեն մեկը իր ունի փայ մեղավորությունը, դրա համար չեն կալանավորում։ Իրար համար էլ ամեն պարագայում էլ իր համար։ Բայց այսօր այս իրավիճակին հասել ենք ինչի հիման վրա։ Այսօր մեկ էս իրավիճակում հայտնվելով, որ մեզ նման մարդիկ պիտի գնան ինչ որ գործերով զբաղվեն, ապրեին, զարգանային, որ ասում է, եկեք սաղ թողած, եկեք մեր արժանապատվության համար եք խոսում, եկեք մեր բաների, որ ասում է, Սուրբ Արցախի կորցրած մասին եք խոսում, եկեք այսօր իմ հոր-մոր գերեզմանի կարոտին եմ ես այսօր իմ, որ ասում է, թասիբի մասին եմ խոսում այսօր, բա խնդիրը իմ մեջ է, թե իրենց մեջ է, կամ ժողովրդի մեջ է, թե իրենց մեջ է։ Դեպ Նիկոլ Փաշինյանը ասում էր, ամեն ինչ պետք է անենք, որ մեր արցախցիները շարունակեն մնալ Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը աներ այն ժամանակ ամեն ինչ, որ արցախցիները ապրում էին Արցախում։ Նիկոլ Փաշինյանը ուներ բոլոր հնարավորությունները, ու Արցախը ուներ բոլոր իրեն հնարավորությունները Արցախը հայկական մնալու ու արցախցիներն էլ ապրելու Արցախում, որ այսօր չգա այս ձևի խոսույթով կամ այս ձևի ներկայացնելով Արցախի մասին կամ Արցախի ժողովրդի իրավունքների մասին խոսա, որ արդեն պարտություն կրած, որ արդեն տարած հասցրած մարդկանց աղետի հասցրած դու դրանից ինչ իրավունք ես քեզ վերապահում, որ ասես ոնց պիտի ապրեն կամ ինչ պիտի ապրեն։ Ուներ ես բոլոր հնարավորությունները, դու չես արել դա։ Քո խոստումների մի տոկոսին էլ չեք տեր կաղնել։ Այսօրվա իրավիճակում մենք ես, որ հայտնվել ենք կամ ես բոլոր մեղավորությունները, բոլոր այդ սլաքները տանում է պետության, որովհետև պատասխանատու համար մեկ ղեկավարությունն է, ժողովուրդ, մի բան հասկացեք։ Դա այդ ընթացքում ով ինչ մեղավորություն կրել է, այդ ընթացքում ինչ դավաճաններ եղել են, ինչ հանցագործներ եղել են, դա ուրիշ բան է, դա էլի պետության պարտականությունն է բացահայտելու, պարզաբանելու, ինչի իման վրա եմ, բայց հասարակ ժողովրդին, որ հասցրել եք այս իրավիճակին, համար մեկ ղեկավար պատասխանատուն դուք եք, որովհետև դուք եք այդ ժամանակ կառավարվող, որ ասում է, այդ թե սահմանադրության, թե օրենքի իման վրա, դա ձեր ձեռքին է։ Սխալ մոտեցում եք ցույց տվել, արդյունքները սա է եղել։ Սխալ անպիտանի ղեկավարման բան եք ձևակերպել, էլի արդյունքները սա է։ Արդյունքների հիման վրա են ձևակերպում ղեկավարի կերպարը, ղեկավարի պատկերը, ուրիշ բան չկա ստե։